Մենք արդեն չենք զարմանում տեսնելով քառակուսի ձմերուկներ, հսկայական խաղողի հատիկներ, փոքրիկ պայուսակում տեղավորվող շներ եւ այլ անբնական անհավանական երևույթներ, սակայն ինչպես են սրանք ի հայտ եկել։ Միթե բնությունը խելագարվում է։ Ոչ, այս ամենը բացատրվում է մեկ բառով՝ գենետիկա, եւ այս տեսահոլովակում դուք կծանոթանաք գենետիկայի երևույթին։ Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է ժառանգականության եւ փոփոխականության օրենքները։ Գենետիկայի հիմնադիրը չեխ գիտնական Գրեգոր Մենդելն է, որը 19-րդ դարի 60-ական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները եւ տվեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները։ Գենետիկա գիտության զարգացման հաջորդ փուլ է համարվում 20-րդ դարի առաջին տասնամյակում մի շարք գիտնականների կողմից հաստատված ժառանգականության քրոմոսոմային տեսությունը։ Գենետիկայի զարգացման երրորդ շրջանը կապված է 20-րդ դարի 50-ական թվականներին բնագիտության կարևորագույն հետնագործություններից մեկի ԴՆԹ-ի երկբարուր շղթայի կառուցվածքի հայտնագործման հետ։ Տեղի եւ կանաչ սերմերով ոլորների խաչասերման արդյունքում ստացված հիբրիդների առաջին սերնդի բոլոր բույսերի սերմերը տեղին էին։ Այս արդյունքների հիման վրա Գրիգոր Մենդելը սահմանեց իր առաջին օրինաչափությունը, որը կոչվեց Մենդելի առաջին օրենք։ Այն կարելի է անվանել նաև հիբրիդների առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենք։ Առաջին սերնդի հիբրիդների հետագա բազմացման արդյունքում առաջանում է ճեղքավորում, եւ նրանց սերունդում նորից հայտնվում են ռեցեսիվ հատկանիշներով առանձնյակներ, որոնք կազմում են հետնորդների ընդհանուր թվի 1/4-ը։ Զույգը սպասում է երեխայի, նրանց տրվող առաջին հարցն է՝ տղա է լինելու թե աղջիկ։ Եկեք պարզենք, թե ինչպես է դա որոշվում։ Կանանց բոլոր ձվաբջիջները միանման են։ Տղամարդկանց մոտ ձևավորվում են երկու տեսակի սպերմատոզոիդներ։ Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է X քրոմոսոմ պարունակող սպերմատոզոիդով, ապա զիգոդի դիպլոիդ հավաքակազմում 23-րդ քրոմոսոմային զույգը ներկայացված է լինում XX ձևով, եւ այդ սեռը կոչվում է հոմոգամետ։ Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է Y քրոմոսոմ պարունակող սպերմատոզոիդով, ապա զիգոդի դիպլոիդ հավաքակազմում 23-րդ քրոմոսոմային զույգը ներկայացված է լինում XY ձևով, եւ այդ սեռը կոչվում է հետերոգամետ։ Շատ դեպքերում քրոմոսոմների հավաքակազմում տեղի են ունենում խանգարումներ, որոնք առաջացնում են ժառանգական հիվանդություններ եւ մուտացիաներ։ Դրանցից մեկն է Դաունի սինդրոմը։ Դաունի համախտանիշը գենետիկական խանգարում է, որը առաջանում է 21-րդ քրոմոսոմի լրացուցիչ կրկնօրինակով։ Այն ազդում է ֆիզիկական, մտավոր եւ առողջական զարգացման վրա։ Հիմնական բնութագրերն են դանդաղ զարգացում, մկանային տոնուսի թուլություն, մտավոր զարգացման խանգարումներ եւ առողջական խնդիրներ, օրինակ սրտի արատներ։ Դաունի սինդրոմն անբուժելի է, բայց վաղ միջամտությամբ, ֆիզիկական, խոսքի եւ ուսուցողական թերապիաներով հնարավոր է բարելավել հիվանդի կյանքի որակը։ Չնայած դժվարություններին, Դաունի սինդրոմով մարդիկ կարող են լիարժեք եւ երջանիկ կյանք ունենալ համապատասխան խնամքի ու աջակցության շնորհիվ։ Ոչ լրիվ դոմինանտությունը ժառանգականության տեսակ է, երբ դոմինանտ ալելը ամբողջությամբ չի ճնշում ռեցեսիվ ալելը եւ առաջանում է միջանկյալ ֆենոտիպ։ Օրինակ, կարմիր եւ սպիտակ ծաղիկների խաչասերման արդյունքում կարող է ստանալ բարդագույն ծաղիկ։ Նույն կերպ սև եւ սպիտակ փետուրներով հավերի խաչասերումից կարող է առաջանալ օրգանիզմի որոշ հատկություններ կարող են կախված լինել արտաքին միջավայրից, ինչպիսիք են օրինակ եղջերավոր կենդանիների մոտ կաթնատվությունը, կաթի յուղայնությունը կամ մաշկի թույրը։ Գենետիկան գիտության կարևոր ոլորտ է, որն ուսումնասիրում է ժառանգականության եւ փոփոխականության սկզբունքները։ Մենդելի օրենքները հիմք դրեցին այս գիտության զարգացմանը, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի խորը հասկանալ գենետիկական հիվանդությունների պատճառները եւ դրանց բուժման հնարավորությունները։ Այն օրեցօր զարգանում է, նոր բացահայտումներ են տեղի ունենում, որոնք մարդկանց տալիս են նոր հնարավորություններ եւ գիտելիքներ բժշկության ոլորտում։